Այս զգացումը ծանոթ է մեզանից յուրաքանչյուրին։ Ոմանց մոտ այն դրսևորվում է հիվանդագին կերպով, ոմանց մոտ էլ բանականության սահմաններում։ Միջին դարերում խանդի նման դրսևորումները լուծվում էին ամենառադիկալ ձևերով։ Սիրահարված ասպետները դուելի էին հրավիրում միմյանց եւ կյանքի գնով պայքարում էին իրենց սիրած էակի սրտի համար, իսկ հաղթողն էլ մեկ ընդմիշտ ազատվում էր վտանգավոր մրցակցից։ Ներկայում խանդի բացահայտ դրսևորումը կարելի է էթիկայի կանոնների խախտում համարել։ Ինչ է խանդը, ինչպես է այն դրսևորվում, որտեղ են թաքնված դրա հոգեբանական արմատները եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ մենք այսօր կստանանք հոգեբան Իրինա Ծատուրյանից։ Ողջույն Տիկին Ծատուրյան։ Բարի օր։ Տիկին Ծատուրյան, մեր այսօրվա թեման խանդն է եւ կուզեի մի փոքր ներկայացնեիք ինչ է խանդը եւ ինչպես է այն արտահայտվում։ Եվ հաճախ մարդիկ չեն կարողանում տարանջատել խանդը եւ նախանձը, նույնացնում են։ Կներկայացնեիք դրա տարբերությունները։ Ինչ է խանդը։ Խանդը երևի դա մարդ արարածի համար ամենադեստրուկտիվ եւ բարդ զգացմունքներից մեկն է, որը իտոգում մենք կարող ենք այսպիսի սահմանում իրան տալ, որ մեկը ուզում է մեկ ուրիշի վրա իշխի, այսինքն մեկը ստեղ սերերի տարբերությամբ, հա, տղամարդը կնոջ վրա կամ կինը տղամարդու վրա նա ուզում է իշխել։ Ի տարբերություն նախանձի ինչ է, նախանձը այդ մի բան է, երբ որ մենք ցանկանում ենք ուրիշինը, խանդից իհարկե նա տարբերվում է։ Խանդը դեստրուկտիվ զգացմունքներից մեկն է, որը նկարագրվել է եւ նույնիսկ գրականության մեջ դարերի վեր, օրինակի համար Օթելոյի կերպարը, որը որ մենք ունենք եւ հենց Օթելոյի կերպարի վրա, այդ գործի վրա, քանի որ բոլորն են ճանաչում, մենք կարող ենք շատ ավելի նուրբ ձևով հասկանալ, թե խանդը ինչ մի բան է։ Այսինքն խանդի մեջ կա նաեւ կասկածը, չէ, զույգեր են եւ մեկը մյուսին կասկածում է, մեկը մյուսին չի հավատում, որ կարող են միասին լինեն, կարող են իրար հավատարիմ լինել։ Եվ ստեղ որպեսի մարդ արարածը հասկանա, թե նա ինչ էտապի մեջ է գտնվում իր զարգացման, որովհետեւ խանդը իհարկե իրեն զարգացում է ստանում է հետ, նա պետք է նաեւ հասկանա, նուրբ մոտենա եւ հասկանա, թե նա ինչ խնդիրներ ունի իր մեջ, ինչ է իր խանդը առաջանում։ Իսկ որտեղ են ընկած դրա հոգեբանական արմատները։ Խանդի հոգեբանական արմատները իհարկե դա ցածր ինքնագնահատականի եւ անվստահության վիճակն է մարդու մոտ, որ խանդոտ է լինում։ Խանդոտ լինում մարդ կարող է խանդոտ լինի շատ խանդոտ եւ քիչ խանդոտ, չէ՞։ Փաստորեն եւ այդ խանդի նույնիսկ չափերը, նույնիսկ մենք կարող ենք խոսել խանդի զառանցանք կոչված բանի մասին, դե դա իհարկե արդեն հոգեկանի հետ կապված բաներ է եւ դա արդեն համապատասխան մասնագետը պետք է դրանով զբաղվի, բայց եթե շատ խանդոտ մարդ է լինում, ուրեմն իր ինքնագնահատականը բոլորովին ցածր է եւ իր սեփականատիրոջ այդ զգացումը շատ ավելի է, քան որևէ մեկի մոտ, որովհետեւ խանդը ցույց է տալիս մարդու թուլությունը, մարդու անվստահությունը, նա մի տեսակ ոնց որ իրեն բոլորովին չվստահի եւ նույնիսկ չպատկերացնի, որ նա կարող է սիրված չէ, փաստորեն լինել։ Նա չի հավատում նրան, որ իրան կարելի է սիրել։ Այս կարմատները իհարկե ընտանիքից են եւ դաստիարակությունից են։ Իսկ ինչպես կառավարել այս զգացումը։ Ինչ անել, երբ խանդում ես եւ ոչինչ չես կարողանում անել ինքդ քեզ հետ։ Խանդի զգացումը, ուրեմն եթե մարդը ունի խանդի զգացում, այդ ուրեմն նշանակում է, որ նա ունի խնդրեմ, այն ինչ որ մենք սկզբից ասացինք։ Նախ եւ առաջ մենք պետք է մեզ համար հաստատ պարզենք այն ինֆորմացիան, որը մեր մեջ խանդ առաջացրեց, նա ճշգրիտ ինֆորմացիա է, թե ոչ։ Դա առաջինը, երկրորդը, եթե այնուամենայնիվ ես ստուգելուց հետո եւ համոզվելուց հետո, որ ոչ մի խանդելու առիթ չկա, համենայն դեպս այդ կասկածը, հա, հայերեն ժողովրդական լեզվով ասած կասկածը ջանս է ընկնում, ուրեմն ես հասկանում եմ, որ ես նաև կասկածամտության խնդիրներ ունեմ։ Այսինքն ես պետք է ինձ վրա աշխատեմ եւ այլևս չկասկածեմ, որովհետեւ այդտեսեք մի բանից հետո, երբ որ ես ունենում եմ մի զգացում, մյուսն է
մյուս իմ խնդիրն է սկսում Երևան, այսինքն տվյալ դեպքում կասկածամտությունը, ես պետք է աշխատեմ այդ իմ կասկածամտության վրա, որովհետև կասկածամտությունը դա եւս համարվում է շատ լուրջ խնդրեմ։ Ես պետք է բարձրացնեմ իմ ինքնագնահատականը, այսինքն եթե ես եմ խանդում ու չգիտեմ ինչ անեմ այդ զգացմունքի հետ, ես ուրեմն ունեմ խնդիրներ, մարդու ունի խնդիրներ, որ իր գնահատականը, այն ինչ որ ես ասացի, քիչ առաջ ինքնագնահատականը շատ ցածր է։ Ես պետք է զարգանամ, ես պետք է իմ վրա աշխատեմ, ամեն ինչը պետք է անեմ, որ իմ գործնեության, իմ ներանձնային խնդիրների մեջ գնալով զարգանամ եւ բարձրանամ։ Եվ վերջին հարցը Տիկին Ծատուրյան, այսպիսի ժողովրդական խոսք կա, ասում է, եթե խանդում է, ուրեմն սիրում է։ Միշտ է այս խոսքը համապատասխանում իրականությանը։ Սերը եւ խանդը նրանք անհամատեղելի են բոլորովին, որովհետեւ խանդը մենք ինչի մասին ենք խոսում քիչ առաջ, որ դա ցածր ինքնագնահատական է, բարդույթավոր մարդու հատկություն է եւ այլն, ոնց կարող է բարդույթ ունեցող մարդը իմանա սերը ինչ է։ Իհարկե մեզանում այդ արտահայտությունը, որ եթե խանդում է, ուրեմն սիրում է, դա շատ տարածված է, բայց նա դժբախտաբար ես պետք է ասեմ դրա մասին, որ սիրելը եւ խանդելը իրար հետ կապ չունի բոլորովին։ Իհարկե եթե ինչով որ սկսեցինք վերադառնալով նույն օրինակին Օթելոյի, չէ՞, Հիմա փաստորեն ստացվում է, որ այս մտքով Օթելոյի սերն էլ է կասկածի տակ դրվում եւ իսկապես եթե նա սիրում էր, նա ոնց կարող էր Յագոյին հավատալ, որտեղ էր սերը։ Շնորհակալություն Տիկին Ծատուրյան այսչափ կարևոր եւ կառուցողական զրույցի համար։ Շատ կարևոր է Այս մեր հաղորդումները, սա արդեն որ երրորդ հաղորդումն է, գիտեք իմ մոտ այն տպավորությունն է, որ շատ մեծ գործ է ստեղ կատարվում, փաստորեն հոգեբանական լիկբեզի նման մի բան է ստացվում, մարդիկ այն շատ կարևոր եւ շատ պետքական գիտելիքների տարրական մասը արդեն սկսում են ստանալ, հետո եթե ուզենան կզարգացնեն։ Իսկ մեր սիրելի հեռուստադիտողներին ես մաղթում եմ հնարավորինս քիչ խանդի առիթներ եւ ավելի շատ սիրո դրսեւորումներ։